Էրեբունի ճառագայթային բուժման կենտրոնի այցելուներն այս անգամ լրագրողներն էին։ Կարևոր համարելով ԶԼՄ-ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում, կենտրոնը լրագրողների համար կազմակերպել էր ծանոթություն շրջայց։ Մենք լինելով բժիշկ, այսօր ձեր գիդն ենք լինելու այս կենտրոնում։ Նորագույն տեխնոլոգիաներով ու ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնի հիմնադրմամբ Հայաստանը կարևոր քայլ է կատարել քաղցկեղի բուժման գործում, դառնալով տարածաշրջանում առաջատարը ճառագայթային բուժման առումով։ Այստեղ կիրառվում են բոլոր այն մեթոդները, որոնց համար նախկինում պացիենտները ստիպված էին դիմել արտասահմանյան կլինիկաներ։ Ճառագայթային թերապիայի եւ ռադիովիրաբուժության առաջադեմ մեթոդներն են կիրառվում այս կենտրոնում։ Մի վախեցեք, թե ոչ մի վախենալու բան չկա։ Ամերիկյան եւ եվրոպական առաջատար ընկերությունների վերջին սերնդի սարքավորումները հնարավորություն են տալիս ճշգրիտ ախտորոշել եւ բուժել քաղցկեղը, նվազագույնի հասցնելով առողջ հյուսվածքները վնասելու ռիսկը։ Շրջայցի ընթացքում լրագրողներին ներկայացվեցին քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները, նորագույն տեխնոլոգիաները, մասնագետների աշխատանքը։ Մեր անձնակազմի մեծ մասը հրավիրված բժիշկներ են, բայց իրանց հետ միասին նաև աշխատում են մեր հայ մասնագետները, օնկոլոգները, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետություն այդ մասնագիտական ներուժը, որ այդ ամբողջ ծավալը ծածկի չունենք, բայց նաև համոզված ենք, որ շատ կարճ ժամանակում մենք կունենանք արդեն մեր սեփական ռադիոթերապևտների մեծ բանակ։ Կենտրոնի երկրորդ հարկն ամբողջությամբ նախատեսված է միջուկային բժշկության մեթոդով հետազոտությունների համար։ Հատուկ լաբորատորիայում են ստանում եւ պատրաստում ռադիոֆարմ պրեպարատները պացիենտների ներարկման համար։ Լաբորատորիան կառուցված է միջուկային անվտանգության նորմերին համապատասխան։ Պատերը եւ հատակը ունեն կապարեշեր, օդափոխության համակարգը հատուկ է, հարմարեցված։ Ունենք նաև ստացիոնար դոզիմետրեր, որ աշխատակիցները տեսնեն դոզայի ֆոնը։ Կենտրոնը կառուցելիս անվտանգության բոլոր նորմերը պահպանելուց բացի հատուկ ուշադրություն է դարձվել պացիենտների հարմարավետությանը։ Սովորաբար նման կենտրոնները լինում են ստորգետնյա, բայց այստեղ ընտրվել է վերգետնյա տարբերակը։ Դա արվել է հատուկ նպատակով, որ պացիենտները հոգեբանական ճնշման չենթարկվեն բուժման ընթացքում։ Շրջայցի ավարտին լրագրողները Նայիրի բժշկական կենտրոնի կողմից ստացան կանխարգելիչ հետազոտությունների նվեր-փաթեթներ։ Այդ կերպ բժշկական կենտրոնը եւս մեկ անգամ ընդգծում է հետազոտության միջոցով հիվանդությունները կանխարգելելու կարևորությունը։ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում շրջայցից հետո փոխվում է ընկալումը քաղցկեղի բուժման վերաբերյալ։ Այստեղ ոչ միայն կիրառվում են բուժման ժամանակակից մեթոդները, այլև ստեղծված են բոլոր պայմանները Հայաստանը բժշկական туриզմի կենտրոն դարձնելու համար։